Ողջույն բոլորին, տոնական ևս մեկ շատ համեղ եւ օրիգինալ աղցանի բաղադրատոմսով եմ կիսվում ձեզ հետ։ Եկեք սկսենք պատրաստել։ Նախ եւ առաջ տավարի փափկամիսը հարկավոր է լավ լվանալ, չորացնել, այնուհետեւ կտրում ենք բարակ շերտերի ու բաժանում ենք մանր ձողանման կտորների, այսպես։ Թավան լավ տաքացնում ենք, բուսայուղ ենք լցնում եւ սկսում ենք տապակել միսը։ Համեմում ենք կարմիր կծու պղպեղով, սև պղպեղով։ Տապակվելուց հետո մի փոքր աղ ենք անում, համեմում ենք սոյայի սոուսով, փակում ենք կափարիչը եւ մարմանդ կրակին թողնում ենք շոգեխաշվի։ Այդ ընթացքում պատրաստում ենք մնացած բաղադրիչները։ Կարմիր սոխը լուսնաձև բարակ կտրատում ենք, վրան քացախ ենք ավելացնում, թողնում ենք մարինացվի։ Կծու կորնիշոնները նույնպես բարակ ձողաձև կտրատում ենք։ Ձողաձև կտրատում ենք նաև գունավոր պղպեղները։ Պատրաստի բոլոր մթերքները լցնում ենք թասի մեջ, վարունգը, բիբարը, պահածոյացված ոլորը, տավարի միսն ենք ավելացնում։ Արդեն պատրաստի մարինացված սոխը, գազարով աղցան ենք դնում կորեական ձևով պատրաստված։ Համ ու երանք ավելացնելու համար լցնում ենք նաև մանր կտրատված համեմ։ Աղցանի համար թանձրահյութ ենք պատրաստում։ Բուսայուղի վրա լցնում ենք սոյայի սոուս, նարնջի թարմ քամված հյութ ենք լցնում, խառնում ենք եւ այս համեղ սոուսով ամբողջացնում ենք աղցանը։ Լավ խառնում ենք, որպեսզի բոլոր բաղադրիչները համեմվեն մեր պատրաստած սոուսով, տեղափոխում ենք մատուցվող տարայի մեջ, համեմում ենք բոված կունջութի սերմերով, մի փոքր կանաչ սոխ ենք ավելացնում եւ աղցանը պատրաստ է։ Այն ստացվում է չափազանց համեղ եւ սննդարար։ Պատրաստեք սիրով։